Ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը կրկին ակտիվացել է սոցցանցերում եւ օրական մի քանի տեսանյութերով ցուցադրում է իր առօրյան։ Այսօր նա սոցցանցերում հրապարակել է տեսանյութ, թե ինչպես է Աննա Հակոբյանի վերադարձի կապակցությամբ Սևանի ամառանոցում խորոված անում։ Նշենք, որ Աննա Հակոբյանը մեկնել էր Չինաստան սովորելու, սակայն օրերս հայտնեց, որ Հայաստան է վերադառնում այստեղ գիտական թեզը գրելու։ Այսօր առավոտյան էլ նա հայտնել է, որ ավարտել է Էրդողանի գրքի ընթերցումը։ Միքայել Սրբազանը 2 տարվա ազատազրկման դատապարտվելուց հետո նամակ է փոխանցել ընդդիմադիր պատգամավորներ Ագնես Ախամոյանի եւ Գեղամ Մանուկյանի միջոցով։ Նա շնորհակալություն է հայտնել իրեն աջակցողներին եւ շնորհավորել գյումրեցիներին քաղաքի օրվա կապակցությամբ։ Սրբազանն անդրադարձել է նաեւ դատավճռին։ Այս չարիքի իշխանությունը բաղկացած միջակություններից եւ բացարձակ ոչնչություններից եւ իրենց սպասարկող ողորմելի կամակատարներից իր ավարտին հասրեց հերթական անբարոյական սցենարը՝ Իմապորինի եւ Շինծու դատապարտումով, ինչը անհամեմատելի է մեր հայրենի Արցախի կորստյան հազարավոր զոհերի եւ անհետ կորածների ու գերիների առկայության հետ։ Սա կմնա այս չիշխանության ամոթն ու խայտարակությունը, թեև որքան թքես անամոթի երեսին իր համար անձրև է թվալու։ Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան մինչև այսօր էի, մասնավորապես գրել է նա իր նամակում։ Մեր ձևով շարժումն իր մարզային գրասենյակներից առաջինը բացեց Գյումրիում։ Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը շարժման անդամների հետ գրասենյակի բացումից հետո շրջել է Գյումրիում, մոմ վառել 7 վերգ եկեղեցում։ Նա նաև լրագրողների հետ զրույցում հայտնել է, թե երբ է շարժումը քաղաքական միավոր դառնալու։ Գյումրին շատ կարևոր քաղաք է մեզ համար ու Հայաստանի համար։ Երկրի երկրորդ քաղաքն է ու նաև սիրելի օրեր, Գյումրի օրներ, այդ պատճառով որոշեցինք հենց այդ օրները բացել։ Ասացիք, որ մարդիկ հույս են ուզում, հա, ինչու են այսօր մարդիկ հուսահատված եւ ինչ եք դուք առաջարկում նրանց։ Այդ մասին ինձ թվում է հետագայում կներկայացնենք մենք։ Ուղղակի կուզեմ գյումրեցիներին շնորհավորել այսօրվա կապակցությամբ, որ ասել, որ քաղաքը գեղեցկանում է, կգեղեցկանա ու Հայաստանի համար կարևոր տուրիստական կենտրոն կդառնա ու նաև մեր երկրի երկրորդ ամենակարևոր կենտրոնը կլինի։ Մենք արդեն տեսանք, որ դուք տարբեր նախագծեր եք իրականացնում Գյումրիում, շարունակական լինելու է եւ արդեն կան պլաններ ուրիշ նախագծեր։ Այս պահին Վառը Մարեմի շենքի վրա ենք աշխատում, դրանից հետո արդեն մենք կներկայացնենք մյուս ծրագրերը, չի ուզենա դեռ հիմա ներկայացնել, բայց ընթացքում մի օր մենք ամբողջությամբ կներկայացնենք մեր տեսլականը Գյումրիի հետ կապված։ Նաև հայտարարել եք, որ շարժումը պետք է ուղի անցնի, հետո արդեն քաղաքական միավոր ստեղծելու մասին խոսեք։ Երբ է լինելու։ Մենք կարծում ենք, որ հունվարին արդեն կարող ենք քաղաքական միավորի մասին պրոցեսները սկսել, իսկ շարժման ուղին մենք հետագայում կներկայացնենք, թե ինչ է կատարվել այս մեկ ամսվա ընթացքում եւ ինչ աշխատանքներ են կատարվել շարժման անդամների եւ հազարավոր կամավորների շնորհիվ մեր երկրում։ Հայաստանում փաստաբան է կալանավորվել։ Նյուզեյմի հարցինի պատասխան հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են փաստաբանի կալանավորման լուրը, հայտնելով, որ փաստաբանը կալանավորվել է դատական իշխանության ներկայացուցչի կողմից ապօրինի գործողության դիմաց կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։ Վայոց ձորում փրկարարները քաղաքացու են դուրս բերել ջրից։ Հոկտեմբերի 2-ին ահազանգ էր ստացվել, որ Ջերմուկի Փիրքիասի անտառ կոչվող տարածքում քաղաքացի է կորել։ Երրորդյա որոնողական աշխատանքների արդյունքում Ջերմուկ 1-ի փոքր հեկի պատվարկում ջրում հայտնաբերվել է քաղաքացու դին։ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում հերթական միջադեպն է գրանցվել։ Գագիկ Շամշյանի փոխանցմամբ հոկտեմբերի 1-ին մի խումբ երիտասարդներ քոլեջի մուտքի դիմացի հատվածում ծեծի են ենթարկել ուսանողներից մեկին, 18-ամյա Անդրանիկին։ Հիվանդանոց տեղափոխված երիտասարդը սակայն ստել է ասելով, թե ինքը նշված քոլեջի աստիճանների վրա վայր է ընկել։ Իրավապահները պարզում են միջադեպի մասնակիցների ինքնությունը։ Վրաստանում այսօր տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Բավականին թեժ է իրավիճակը Թբիլիսիում, որտեղ գրանցվել է 9 թեկնածու։ Ընդդիմությունը չսպասելով արդյունքների հրապարակմանը փողոց է դուրս եկել։ Նրանք սկսել են իրենց բնորոշմամբ խաղաղ հեղափոխություն։ Մասնակիցների ձեռքերին Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության եւ Ուկրաինայի դրոշներն են։ Ցուցարարները բողոքում են իշխող վրացական երազանք կուսակցության Եվրամիությանը ինտեգրումը կասեցնելու որոշման դեմ։ Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-ից 7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 8-ից 10 աստիճանով։